Այսօր այն սկսեմ նայել, թե ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ պետք է լիներ ինձ համար հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, բայց եկեք պարզապես հուլիսը վերջացնենք։ Միշտ շաբաթ կնայեմ հուլիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը։ Առաջինը կնայենք խոյերին, ինչ է սպասում խոյերին հաջորդ շաբաթ, հուլիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ։ Եվ ևս մեկ կարտ ուզում եմ հանել որպես խորհուրդ բոլոր խոյերի համար, ովքեր ոչ զույգ են, ոչ միայնակ են, բայց տարիքով մեծ են, այսինքն անձնական հարցերն իրենց առանձնապես երևի արդեն չեն վերաբերում եւ չեն հուզում, պարզապես ամեն տարիքի ցանկացած կարգավիճակի բոլոր խոյերի համար մի կարտ որպես խորհուրդ։ Շատ լավ, ընդհանուր տրամադրությունը։ Հարգելի խոյերս, ինչ գեղեցիկ տրամադրության մեջ եք լինելու հաջորդ շաբաթ, աստված այդպես էլ լինի։ Տեսնում եմ սրտիտուց, տեսնում եմ տղամարդ։ Տղամարդը սիրահարված է, որոշել է սեր խոստովանել, տղամարդը առաջարկություն է ուզում անել, միգուցե կոնկրետ արդեն, որովհետև հասկացել է, որ սա իր սերն է եւ ուզում է ամուսնության առաջարկություն անել։ Կարող է աղջիկն է սիրահարված։ Աղջիկը հանդիպել է ինչ-որ մեկի կամ կինը, երիտասարդ կինը կարող է ինչ-որ մեկին է հանդիպել եւ վերջապես հասկացել է, որ գտել է իր տղամարդուն։ Անձնական հարաբերություններում ինչ եմ տեսնում միայնակների համար, գիրքը եւ 10-ը շատ լավ է իրականում, իսկ գիրքը նշանակում է ինչ-որ մի նոր բան կբացահայտվի ձեզ համար, ինչ-որ ինֆորմացիա, ինչ-որ բան կիմանաք, միգուցե կա ինչ-որ մի երիտասարդ տղամարդ, որին հավանում եք աղջիկներ կամ տղամարդիկ, միգուցե սիրահարվել եք, ինչ-որ մի աղջկա հավանել եք կամ կնոջ, բայց իր մասին շատ բան չգիտեք եւ դուք զույգ չեք, սա միայնակների համար եմ նայում, այսինքն դուք պարզապես հավանել եք, միգուցե սիրահարվել եք եւ հիմա ձեզ ուղղակի պետք է որոնել, փնտրել եւ նոր ինֆորմացիա, ավելի շատ բան իմանալ ձեր ընտյալի մասին, թե ում եք դուք սիրահարվել, չէ՞, մինչև զույգ դառնալը պետք է ճանաչեք իրար, այդպես կարծում եմ, որ ինչ որ մի նոր բան կպարզվի միայնակների համար, տեսնենք, էլ ինչ կհուշեն կարտերը, ինչ կպարզվի միայնակ խոյերի համար, անկախ նրանից կին եք, թե տղամարդ, նշանակություն չունի եւ ինչ տարիքում եք, էլի նշանակություն չունի, եթե ձեզ հետաքրքիր են անձնական հարաբերությունները, ուրեմն ձեր մասին է։ Ու հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, միայնակ խոյերին շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում, ես հույսով եմ այդպես գեղեցիկ էլ հուլիս ամիսը ձեզ համար վերջանա։ Տեսեք, ասում եմ ինչ-որ բան կպարզվի։ Ես այստեղ տեսնում եմ խոյեր, որոնք որ ինչ որ ժամանակ միայնակ են եղել, բավականին ժամանակ, ում համար բավականին ժամանակ, չգիտեմ, մի քանի տարի, մի քանի ամիս, մենակ են եղել, ինչ որ բան կփոխվի, տեսնում եք, այսպես ճանապարհի մեջտեղում մարդիկ մի տեսակ կիսատ է մնացել, չգիտեմ, հարաբերություններ ունեցել եք, չեք ունեցել, առաջին անգամ է նշանակություն չունի, մարդը մենակ է, կին է տղամարդ է, էլի նշանակություն չունի, այստեղ եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ եմ տեսնում, ասիկա ճանապարհի կեսին մի տեսակ դուք ուզում եք, բայց չգիտեք ինչ անել, որ ուղղությամբ գնալ, իրականում ես չգիտեմ դուք ինչ որոշում եք ուզում կայացնել ինչ, բայց այս դեպքում այդքան կարևորել չի, որտեղ ճակատագիրը ինքը կյանքը ինքը ձեզ բերում է սեր, հարգելներս։ Տեսնում եք, սկսեց սրտի տզով եւ վերջացավ սրտով։ Այսինքն որոշ խոյերի համար, ովքեր մենակ են եւ բավականին երկար ժամանակ են մենակ եւ այն տարիքում են, որ իրենց անձնական հարաբերությունները սիրային հետաքրքիր են, իրականում ես տեսնում եմ նոր սեր, երիտասարդ սեր, հարգելիներս, դե Աստված դա այդպես է լինի, որտեվ երկու սիրո կապ, ուրեմն բնականաբար հավանաբար ավելի շուտ կլինի երկկողմանի սեր։ Ինչն էլ ձեզ ցանկանում եմ երիտասարդներ, եթե ինչ-որ մեկին հավանում եք կամ երիտասարդ տղամարդիկ, հրավիրեք եւ ավելի շատ շփվելով աղջկա հետ դուք ավելի շատ բան կիմանաք իր մասին։ Մարդու հետ շփվելով ավելի շատ բան եք իմանում, քան սրանից նրանից հարցնելով։ Հարգելիներս, ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր սիրային հարցերում, բավականին գեղեցիկ կարտեր էի տեսնում։ Իսկ զույգերում տեսնում եմ այսպիսի հետաքրքիր կարտ։ Տեսեք, հետաքրքիր է, չէ՞, հարգելիներս, ինչեր եմ տեսնում։ Իրականում առաջին կարտը ընդհանուր տրամադրությունը այսպիսին էր, անկախ իզից նկատեցի, չուզեցի ասել, ուզում էի ավելի դրական ասել, տեսակ տղամարդը ինձ տխուր էր թվում, սիրում է տղամարդը, իսկ եթե այսպես նայում են կինը, մենակ է կինը, հեռանում է կամ ուզում է հեռանալ։ Ես զույգերի համար եմ նայում, այսինքն այս մարդիկ ինչ որ ժամանակ սիրել են իրար կամ սիրում են իրար,
բայց մի տեսակ տղամարդը անհանգստություն ունի, իսկ կինը մի տեսակ որոշել է միգուցե հեռանալ, բայց իրենք դեռ զույգ են, տեսնենք։ Երկու տուզ եմ տեսնում ամեն դեպքում եւ տղամարդու եւ կնոջ կարտերը, շատ հետաքրքիր զուգատիպություններ։ Տեսնենք։ Հարգելի տղամարդիկ, եթե սիրում եք ինչ-որ մեկին եւ սիրված եք, հարաբերությունների մեջ եք, կինը չի հեռանա տղամարդուց, եթե ոչ մի սխալ բան չեք արել։ Իսկ եթե սիրում եք, նույնիսկ սխալ բան եք արել, վերադարձրեք ձեր կնոջ, եթե ձեզ սիրել է, դի կարողանաք, չէ, ուղղել ձեր սխալը, ինչ եք արել։ Ես պարզապես տարիքով մարդ, որը հեռվից եմ նայում արդեն անձնական հարաբերություններին, ես կարող եմ ասել իմ կյանքի փորձից ելնելով։ Ես որտեղ տեսնում եմ այստեղ սեր կա, հասկանում եք, կա սեր, տղամարդը սիրում է կնոջը։ Ինչ եք արել, ինչի պատճառով է կինը որոշել հեռանալ, չգիտեմ։ Ես այստեղ տեսնում եմ բանալի, այստեղ տեսնում եմ արջը, այստեղ տեսնում եմ լուսին եւ տեսնում եմ երիտասարդ։ Առաջինը, որ կարող եմ ասել անձնական հարաբերություններում, եթե տղամարդիկ կան, չգիտեմ, ինչ որ պատճառով կինը որոշել է հեռանալ իրենից, ես տեսնում եմ սեր, այսինքն անկախ նրանից ինչ է պարզվել, ինչ է բացահայտել ձեր աշխատանքի վայրում, տղամարդու հետ կապված գործերի, կդժվարանամ ասել, ամեն դեպքում ինչ որ մի բան ձեր աշխատանքի հետ է կապված։ Միգուցե աղջկան նեղացրել է, կասկածներ, լուսնով կարող եմ ասել կասկածներ է առաջացել ու չնայած ինքը անտարբեր չէ, բայց ու դեռ միգուցե դեռ լրիվ չի հեռացել, այլ պարզապես աղջիկը մի տեսակ նեղված է ձեզնից եւ միգուցե մի քիչ հարաբերությունները կարծես թե այսպես ասեմ, դադարել են, այսինքն աղջիկը մտածում է, դեռ չի որոշել, հեռանում է թե չի հեռանում, պարզապես ինչ որ կասկածներ, վախեր ունի, չնայած որ զգացմունքներ էլ կարող եմ ասել, որ ունի։ Իսկ մյուս կողմից ես զույգերի համար, եթե չենք խոսում այսպես կինը տղամարդ հեռանում են, ես տեսնում եմ կին եւ տեսնում եմ տղամարդ, ես այստեղ տեսնում եմ կինը մի տեսակ ավելի տխուր, որտեղ դե սրտիտուզ ամեն դեպքում ուրախ է, գարետուզը ուրախ չէ։ Ինչու է կինը այստեղ տխուր, գիտեք, ես տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ մասնագետ, տեսնում եմ սիրտ, տեսնում եմ կասկածներ, վախեր, այսինքն ես կարող եմ ասել, եթե այստեղ կա կին, որը ունի շատ լավ էլ ամուսին, շատ էլ սիրով են եւ իրենց անձնական հարաբերությունները ոչ մի խնդիր չունեն, իրենց միակ խնդիրն այն է, որ կինը չի կարողանում հղիանալ եւ բժիշկը կարող է լինել մասնագետ, բժիշկ։ Կասկածներ, վախեր, անհանգստություններ կան, որովհետեւ խնդիրներ կան, բայց ես տեսնում եմ սրտի սիրտ, ներողություն, սրտի կարտը եւ տեսնում եմ տղա հարգելներս։ Իրականում, եթե բժշկի դիմում եք, դիմեք, բանալին բժիշկն է, անպայման եթե չի լինում երեխա եւ բավականին երկար ժամանակ է, դիմեք մասնագետի։ Անկախ դրանից դուք ինչքան եք անհանգիստ եք, վախենում եք, ես կարծում եմ, որ դուք ամեն դեպքում երեխա կունենաք եւ տղա երեխա կունենաք, ես այդպես եմ կարտերով տեսնում։ Եթե սա էր խնդիրը զույգերի մեջ, ես այդպես եմ տեսնում եւ շատ լավ եմ տեսնում։ Իսկ եթե զույգերի մեջ ինչ որ խնդիրներ առաջացան, նորից եմ ասում, եթե մարդիկ իրար սիրում են, անպայման կգտնեն տարբերակ, ինչպես կարող են հաշտվել։ Հաշտվեք, հարգելներս։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Աշխատանքում տեսնում եմ ինչ որ լուր եք սպասում, կամ հեռվից եք սպասում, կամ վաղուց եք սպասում։ Ինչ որ լուրի են սպասում գործերի եւ աշխատանքի հետ կապված խոյերը, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, լուրի եք սպասում եւ տեսնում եմ վաղուց եք սպասում։ Ես իրականում տեսնում եմ, որ լուրը շատ շուտով կգա, հարգելիներս, շատ շուտով լուրը կգա եւ կուրախանաք, որ լուրը եկավ, բայց լուրը ձեզ լավ բան չի բերի։ Ես տեսնում եմ այստեղ խոչընդոտ եւ տեսնում եմ այստեղ կանգնած են գործերը։ Եթե ինչ-որ ֆինանսական գործարքի մասին էր, ինչ-որ գործարք եք ընկնում բիզնեսի, աշխատանքի գործերի հետ կապված, լուրի եք սպասում, լուրը կգա իրականում։ Դուք ուրախանաք լուրի համար, բայց լուրը ձեզ լավ բան չի բերի, նորից եմ կրկնում, որովհետև տեսնում եմ խոչընդոտ եւ տեսնում եմ, որ իրականում գործերը տեղից չեն շարժվում։ Բայց գոնե, եթե սպասում եք լուր չկար, չի անորոշ վիճակը մեկ-մեկ շատ ավելի վատ է։ Մանավանդ բիզնեսմենները ամեն րոպեն իրենց համար գումար են կորցնում։ Ես տեսնում եմ, որ գործը տեղից իրականում չի շարժվում։ Լուրը ամեն դեպքում կլինի դրա մասին, բայց ամեն ինչ այնքան էլ անհույս չէ, հարգելիներս։ Տեսնում եմ, որ իրականում փոփոխություն հնարավոր է, կամ միգուցե դուք գտնեք ինչ-որ տարբերակ։ Դուք շատ նեղվում եք, ես այստեղ կոնֆլիկտային կարտ եմ տեսնում,
ամեն ինչ ձեր ուզածով չի լինում, դա կարող է ձեզ բարկացնում է, բայց ես տեսնում եմ դու կարող եք ինչ-որ բան փոխել։ Էլի պետք է շարունակել խոսել, զրուցել, նոր մարդկանց հետ եք զրուցում, լուրը այնտեղումից էր գալիս, չգիտեմ, ձեզ ինչ-որ մեկը ինչ-որ մերժեց, գործը չստացվեց, ուրիշ մարդկանց հետ եք զրուցում կամ նույն մարդկանց հետ բարկացաք, ձեր ուզածը չեղավ, նորից մարդկանց հետ կապվում եք, նորից շարունակում եք խոսել ավելի մեղմ ձևով, ոչ թե բարկացած։ Իրականում ես տեսնում եմ, որ ճանապարհը փակ է կամ ձեզ ասում են, որ աշտարակը քանդվել է, ճանապարհը փակ է, հնարավոր չէ, ոչինչ, ճանապարհի հետ է կապված տեսնում եմ։ Եվ այստեղ տեսնում եմ ֆինանսներ, հարգելին, այսինքն այստեղ գործը ինչի հետ էր որ կապված է, դուք այս ճանապարհը որ փակ է, դուք գումարներ եք կորցնում դրա պատճառով եւ դրա համար է ձեր անհանգստությունը։ Իսկ իրականում, գիտեք, ես տեսնում եմ ինչ որ մի նորություն կլինի, ինչ որ մեկի միջոցով, նոր մարդ է, նոր անձ է, ով է գալիս, չգիտեմ, շատ լավ մարդ է եւ կարող է իրավիճակը փրկել։ Շունը լավ է, 10 գումարներ գալիս են։ Ես այստեղ տեսնում եմ ղարի 10-ով գումարները կանգնած էին, չեն շարժվում։ Ինչ որ ճանապարհներ են փակ, գործի ճանապարհն ինչի ճանապարհ չեմ կարող ասել, կանգնած էին, բայց ես վերջում տեսնում եմ 10 իրականում դուք գումարներ չեք կորցնի, ինչ որ մի նոր մեկը կգտնվի, նոր անձ, որն իրականում կկարողանա ձեզ օգնել։ Միգուցե այս նոր մարդը ինքը դրական էլ մարդ եմ տեսնում, բայց ինքը կարող է իր շահն ունենալ։ Ինչ որ մեկին պետք է ինչ որ գումար վճարել, ինչ որ տոկոս, ես չեմ կարողանա ասել, կդժվարանամ նայած ում հետ ինչ տարբերակ է, բայց գործերում, աշխատանքում, եթե ձեր բիզնեսն էլ չէ, ձեր աշխատանքի վայրում է, նորությունը գալիս է, բայց ոչինչ տեղից չի շարժվում, ինչ որ ուզում եք նպատակ կարծես թե չեք հասնում, բայց ես տեսնում եմ, որ ինչ-որ փոփոխություն կլինի եւ կլինի ինչ-որ մեկը, որ ձեզ կօգնի այս վիճակից դուրս գալ եւ ի վերջո ես չգիտեմ ձեր գործերը ինչ կլինեն, բայց ես տեսնում եմ, որ դուք գումարներ իրականում չեք կորցնի եւ վիճակը կարողանա փրկել։ Ինչ-որ մեկի օգնությամբ հարգելներս, ինչ որ մեկը կգտնվի, բավականին դրական անձնավորություններ։ Նորից եմ ասում, միգուցե ինչ որ մեկին պետք է գումար տալ, բայց նույնիսկ եթե ինքը իր փայաբաժինն է, ուզում այսպես ասեմ, մարդը կկարողանա ձեզ օգնել։ Ֆինանսներում տեսնում եմ Արագիլը, այսինքն եթե դրսից գումար եք սպասում, օտար երկրի հետ կապված, ես չգիտեմ, բիզնես գործ ինչ որ անում եք, ֆինանսները դրսի հետ է կապված, ինչ որ փոփոխություն կլինի։ Չնայած լուսնով տեսնում եմ կասկածներ ու վախեր, անհանգստություններ ունեք, ինչ որ լուրեր են գալիս ձեզ հասնում, ըստ այդ ինչ որ ջրերես են դուրս գալիս նոր երևի ինֆորմացիա, նոր փաստեր։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ փոփոխություն կլինի եւ ավելի շուտ դրսի հետ կլինի։ Դրսից ֆինանսներ եք սպասում, դրսի հետ գործ եք արել, չգիտեմ, ֆինանսական ինչ որ հարցեր պիտի լուծեք, կդժվարանամ ասել։ Տարբեր մարդկանց համար տարբեր ձևով կարող է սա իրականանալ։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Այս ինչ սիրուն կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Սիրտ, լրիվ սիրտ եմ տեսնում, ինչ էլ որ մտածում եք, շատ հաջող կլինի։ Սկսեց սրտի տզով, ինչը լավ լուր է եւ տղամարդու հետ կապված, եւ կնոջին էլ եմ տեսնում, այսինքն լուրը կարող է եւ տղամարդու եւ կնոջ հետ կապվածն է, գործարքը ում միջոցով եք անում։ Լուսինը կասկածներ, վախեր տեսնում եմ, սիրտ տեսնում եմ, իրականում ծառը առաջ խաղացում։ Ես ֆինանսական կորուստներ չեմ տեսնում, եթե ձեր ֆինանսները չավելանան, չեն պակասում, բայց կարող է պարզապես հիմք է, այս ինչ որ այսօր կատարվում է ձեր ֆինանսների հետ, դրսի հետ է կապված տեսնում եմ, իրականում ձեր ծառը դեռ նոր է աճելու, բայց ինքը իրականում ավելանալու է, իսկ սրտով եմ տեսնում եւ սրտի տզով եմ տեսնում, ձեր ընդհանուր տրամադրությունը շաբաթվա համար։ Չէ, ֆինանսների հետ կապված շատ լավ է ամեն ինչ։ Ով որ նոր աշխատանք ունի, չգիտեմ, մանավանդ օտար երկրի հետ, չգիտեմ, ֆրիլանս եք անում, օնլայն եք անում, ինչ որ անում եք, տարբեր մարդիկ տարբեր գործ են անում։ Ամեն դեպքում ես դրսի հետ եմ տեսնում, որտեղ Արագիլը կարող է նշանակել տնից դուրս օտար երկիր, անհանգստություններ ունեք, բայց իրականում լավ է լինելու, եթե անգամ նոր գործ, ինչ որ նոր մեկի հետ գործ եք սկսել, իրականում ոչ միայն աշխատանքն է լավ լինելու, այլև ձեր ֆինանսները ավելանալու են։ Հենց սկզբից էլ ձեզ առաջարկում են, բայց հետո ավելի շատանալու են ձեր գումարները։ Հարգելի խոհեր, շատ լավ շաբաթ էի տեսնում ձեզ համար, շատ գեղեցիկ, սրտի տզով որ սկսեց եւ այս կարտն էլ քանի անգամ տեսա, գրեթե բոլոր իրավիճակներում։ Էլ Աստված տա այդպես լինի։ Ընդհանուր մի վերջնական խորհուրդ ես կզարմանայի, ծաղկե փունջ, հարգելիներս, նրանք ովքեր սիրում են, սիրահարված են, տղամարդիկ, կանայք, գնացեք, ժամադրվեք, ամառը գեղեցիկ ժամանակ անցկացրեք։ Ես դες ժամադրություններ, ծաղիկներ, աղջիկներ, գեղեցկացեք, հետևեք ձեր արտաքինին, դուրս եկեք, գնացեք, շփվեք, տեսնում եք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Հարգելիներս, հարգելի խոյեր, ձեզ հոյակապ շաբաթ է սպասում, հաջորդ շաբաթ դուք հուլիսը շատ գեղեցիկ ձևով կվերջացնեք։ Ես սրտանց կամենում եմ, որ բոլորի համար, բոլոր խոյերի համար էլ այդպես էլ լինի։
Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցելերին հաջորդ շաբաթ, հուլիսի 26-ից 31-ը։ Մի շաբաթով կամ փոփեն կվերջացնենք հուլիս ամիսը։ Բարդ ամիս էր իրականում շատերի համար, շատ նշանների համար բավականին բարդ ժամանակ էր, տեսնենք, հույսով ենք վերջանա։ Բարդություններն էլ հուլիսը իր հետ տանի վերջացնի։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցելերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, չարժի անգամ նայել, միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարդ բոլոր նրանց համար, ովքեր մեծ են տարիքով, փոքր են, մենակ են, զույգով են, նշանակություն չունի։ Խորհրդի կարդ, որպես խորհուրդ բոլոր ցելերին։ Որտեղ նայում եմ զույգերի համար եւ միայնակների, մարդիկ կան, որ ոչ այն կատեգորիայի մեջ են մտնում, ոչ էլ այն։ Կամ շատ երիտասարդ են, կամ շատ տարիքով են։ Մի խորհուրդ էլ կարտերից նրանց համար, ոչ մեկի չնեղացնենք։ Ընդհանուր տրամադրությունը հարգելիներս, այս ինչ գեղեցիկ, հոյակապ կարտ եմ տեսնում, հարգելի ցելեր, շատ գեղեցիկ կարտ, լավ լուր եմ տեսնում, ինչ որ հարցում լուրի եք սպասում, անպայման լուրը կգա եւ անպայման դրական եւ շատ դրական կգա։ Շատ լավ շաբաթ է սպասում, ձեր տրամադրությունը նույն այսպես գեղեցիկ, արևային, ջերմ, շատ լավ տրամադրության մեջ եք լինելու։ Միայնակների համար տեսնում եմ երեխա, տեսնում եմ փոփոխություն եւ նորություն։ Միգուցե ինչ-որ մի նոր անձ հայտնվի ձեր կյանքում։ Կարող է ինչ-որ մեկին հանդիպեք, որ հանկարծ հասկանաք, որ միգուցե դուք ուզում եք այս մեկի հետ զույգ լինել, ասինքն աղջիկը տղայի, տղան աղջկա, ինչ-որ ամեն դեպքում նորություն, փոփոխություն կլինի ձեր կյանքում, հարգելի միայնակ ցելեր։ Եթե դուք այդ տարիքում եք իհարկե, դուք 14 տարեկան եք կամ դուք, չգիտեմ, 64-70 տարեկան եք, կարող է այդպիսի, այդ տարիքի մարդկանց միգուցե եւ չվերաբերի, բայց մնացած ովքեր այդ տարիքում են, որ միայնակ են եւ ուզում են զույգ գտնել, ինչ որ փոփոխություն հնարավոր է։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի միայնակ ցելեր։ Սա իհարկե բոլորին չի կարող վերաբերել, որոշ մարդկանց կարող է վերաբերել։ Ես կարող եմ ասել մարդիկ, ովքեր շատ են տանը ժամանակ անցկացնում, տնից դուրս չեք գալիս, չեք շփվում, միգուցե ամառ է, շոկ է, հասկանալի է, բայց ես տեսնում եմ, որ դա խոչընդոտ է եւ տեսնում եմ խաչով ճանապարհը փակ է եւ տեսնում եմ այստեղ նաեւ գերանդին, ինչը այնքան է լավ չի խաչի հետ, որ ընկնում է։ Եթե ես կարող եմ ասել, որ ինչ պատճառներով, միգուցե տանը առողջական խնդիրներով ինչ-որ մեկը կա եւ դուք մնացել եք տանը, խնամում եք, դրա համար տնից շատ դուրս չեք գալիս։ Դրա համար ձեր անձնական կյանքում ոչինչ չի լինում, այդպես կարող եմ ասել։ Տարիքով մարդ եմ տեսնում, հատկապես տարիքով տղամարդ եմ տեսնում, տուն եմ տեսնում։ Ես ճիշտն ասած մեծ լուրջ խնդիրներ անկեղծ ասած չեմ տեսնում, բայց եթե այ ունեք կամ մեծահասակ հայրիկ, դուք արդեն միջին տարիքում եք, չգիտեմ, կամ ունեք պապիկ, ինչ որ մեկին ամեն դեպքում միգուցե խնամում եք, որտեղ ինչ որ այսպես ձեզնից անկախ, ինչ որ ճակատագրական մի խնդիր կա ձեր տան մեջ, որը ձեզ պահում է տանը։ Դուք չեք կարողանում շատ տնից դուրս գալ, չեք կարողանում շփվել մարդկանց հետ եւ ձեր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվում։ Իսկ ես տեսնում եմ գերանդիով նաեւ երեխայով, որ ինչ որ բան ձեր կյանքում իրականում կարող է փոխվել, բայց շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ կին, տեսնում եմ մատանի, տեսնում եմ ճանապարհը բացվում է։ Ես այստեղ տեսնում եմ մի կին, որը հարևան է, բարեկամ է, ազգական է, կարող է ուղղակի խնամախոս որպես գալ ասել ձեր աղջիկա համար մի լավ տղա են գտել, որ ամուսնանան։ Այսինքն այդպիսի փոփոխություն կարող է լինել ինչ-որ կնոջ միջոցով։ Ես առաջին այդպիսի բան եմ տեսնում։ Տեսնում եք, օծով կինը, սա խոսացողն է, բամբասող, խոս տանող, բերող, բայց նաև իմաստուն կին կարող է լինել, որ այս մեր աղջիկը, որը մնացել է տանը, անդադ խնամում է, ընտանիքի, չգիտեմ, տարիքով ինչ-որ մեկին, ամբողջ օրը տան նստած է, ինչ-որ մի կին կգտնվի, որ կարող է այդ կնոջ միջոցով ձեզ գան ասել, որ մի լավ տղա կա, ես տղա չեմ տեսնում, ասել տղան է ձեզ հավանում, իրականում տղան չի հավանում, իրականում կինն է գալիս է եւ ուզում է միջնորդած լինել։ Դե եթե կկարողանա միջնորդել եւ եթե այդ աղջկան կամ միջին տարիքի կնոջը դա կօգնի իր կյանքը դասավորել, հա, ես արևով տեսնում եմ, որ ամեն ինչ իրականում շատ էլ հաջող կարող է լինել։ Այսինքն դա ձեր ընտրության հարցն է, հարգելիներս, եթե կուզեք այդպիսի տարբերակով, ուրեմն կարող եք այդ տարբերակով ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Իսկ եթե ես դրանից բացի փորձեմ միայնակների համար ուրիշ ինչ-որ բաներ տեսնել, էլի ինչ-որ պատճառներով, եթե հիվանդ չունեք, խնդիրը դա չէ, պարզապես ինչ-ինչ պատճառներով նստած եք ամբողջ օրը տանը, չգիտեմ, եղբոր երեխային եք պահում, այստեղ երեխա եմ տեսնում, հա, դուք ջահել աղջիկ եք, դուք մի քիչ շատ պետք է տնից դուրս գաք երևի, հարգելիներս։ Շատ պետք է տնից դուրս գաք։ Որտեղ կտրուկ կարող է ձեր կյանքում ինչ-որ բան փոխվել։
ձեր տանը նստել է, շատ տանը լինել է, տնից աշխատում եք, տնից միգուցե դասեր եք վերցնում, ինչ որ անում եք, շատ եք անում տան հետ կապված, այդպես կարող եմ ասել, դուք շատ ժամանակ եք անցկացնում տանը, դրա համար ձեր ճանապարհները փակ են եւ ոչինչ էլ չի լինում։ Իսկ իրականում ես տեսնում եմ, որ ճանապարհը կարող է բացվել, ունեք նաեւ ընկերուհիներ, նույնիսկ ընկերուհու հարսանիք, միգուցե ինչ-որ մեկի հարսանիք են ձեզ կանչում, հրավիրում են եւ այնտեղ կարող է ձեզ ինչ-որ նորություն սպասել, պատահաբար կարող եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, որովհետեւ էլի արև եմ տեսնում եւ սկզբում էլ երեխա է տեսնում ծանոթություն, այդպես էլ կարող է, որտեղ սա կարող է հարսանիք լինել, սա կարող է ընկերուհի լինել, ճանապարհ եմ տեսնում, կարող է հարգելներս, ընկերուհու հարսանիք եք գնում ինչ-որ մեկի նշանրեք կամ հարսանիք եւ այնտեղ ինչ-որ մեկի կարող եք հանդիպել։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում հարգելի միայնակ ցլեր, հնարավոր է։ Եվ աղջիկների եւ տղաների համար էլ իմիջիայլոց կարող էր նույնը աշխատել։ Ինչ եմ տեսնում զույգերի մեջ, տեսնում շատ եք զրուցում, շատ եք շփվում իրար հետ, շատ լավ է։ Եթե իրար հետ եք, իրար հետ չեք, իրար մոտիկ չեք, ասենք եթե զույգերից մեկը նույն երկրում կամ նույն քաղաքում չի ապրում, դուք բավականին շատ եք շփվում իրար հետ։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը, ինչ թեմայի շուրջ են զրուցում մեր հարգելի ցլերը։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ բանալի, տեսնում եմ ինչ-որ ընտրություն ճանապարհի մեջտեղում եւ տեսնում եմ ձեր ճանապարհը բաց է, աստղեր, ցանկություններ, երազանքներ։ Միգուցե խոսում եք իրար հետ ձեր ապագայի մասին, հարգելիներս, չէ՞ որ աստղեր, ապագան, երազանքները բոլորը աստղերի հետ կապված են, ճանապարհը ձեր ապագա ճանապարհն է։ Դե միգուցե խոսում եք, ուզում եք ձեր կյանքը կապել, լրջացնել ձեր հարաբերությունները, մի քայլ անել առաջ, ուզում եք պլանավորել ձեր նշանրեքը, ամուսնությունը, ապագան, կարող եմ ասել, ես տեսնում եմ խոսակցություններ, հարգելիներս, տեսնում եմ բանալին, ընտրություն եւ տեսնում եմ սիրո ճանապարհը։ Հնարավոր է որոշ ցլեր որոշեն լրջացնել իրենց հարաբերությունները։ Դուք աղջիկ եք, տղա եք, ցուլը նշանակություն չունի, կամ տղան աղջկա հետ է խոսում, հա, փորձում եք լրջացնել ձեր հարաբերությունները, իսկ ես արևով տեսնում եմ, որ շատ լավ էլ անում եք, շատ ճիշտ էլ անում եք, հարգելիներս։ Ճանապարհը բաց է դեպի ձեր երազանքները, ամուսնացեք, եղեք երջանիկ։ Տեսնում եմ, որ դուք զրուցում եք, արդեն սկսում եք այդ թեմայով խոսել։ Ես կարող եմ ասել, որ դուք խոսում եք իրար հետ, բայց դրանից հետո արդեն մինչև դուք երկուսով չորոշեք, հա, չեք կարող արդեն հայտնել նաև ձեր ընտանիքի անդամներին։ Շատ լավ է։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Իրականում աշխատանքում տեսնում եմ կին եւ տեսնում եմ ղարիտուզ։ Տեսնենք ինչ է նշանակում կինը աշխատանքում։ Ղարետզով կարող եմ ասել հնարավոր է կա ինչ-որ մեկը, որ ուզում է աշխատանքից հեռանալ, կամ վերջերս աշխատանք է կորցրել եւ մնացել է տանը։ Տեսնենք։ Իրականում շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Փոփոխություն կլինի, տեսեք, ինչ հետաքրքիր, 3-9 եմ տեսնում, 9-9-9։ Ինչ-որ բան փոխվել է, չգիտեմ, փոխվել է, որ կարող եմ ասել, այստեղ ղարետզով կարող եմ ասել, աղջիկը հեռանում է, այսինքն ինչ-որ բան փոխվել է, եւ դուք աշխատանք եք կորցրել եւ բավականին նրանք ովքեր բավականին երկար ժամանակ է, տեսեք, չեք կորցնելու հուլիսի վերջին, դուք արդեն նրանք ովքեր կորցրել են, ես նոր աշխատանքի առաջարկություն եմ տեսնում եւ այստեղ տեսնում եմ սրտի տուզ, աշխատանքի հարցերում ովքեր փոխել են իրենց աշխատանքը, ներողություն, կորցրել են աշխատանքը, նոր առաջարկություն, շատ լավ առաջարկություն կլինի, հարգելիներս։ Իսկ եթե չեք կորցրել, չնայած ես այդպես եմ տեսնում, երկար ժամանակ ինչ որ աշխատանք չեն ունեցել, առաջարկություն եմ տեսնում։ Իսկ նրանք, ովքեր աշխատանք ունեն, աշխատանք չեն կորցրել, բայց ինչ որ փոփոխություններ են ակնկալել իրենց աշխատանքում, ինչ որ բան պետք է լիներ, երկար ժամանակ չէր լինում։ Առաջ խաղացում եք սպասում, աշխատավարձի բարձրացում եք սպասում, ինչ որ փոփոխություն սպասում եք, երկար ժամանակ ոչինչ չէր փոխվում, բայց շատ շուտով կգան կասեն, որ փոփոխությունը տեղի կունենա եւ ձեր համար կլինի շատ դրական փոփոխություն։ Եվ կանայք եւ տղամարդիկ, տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցլեր։ Եթե աշխատանքում փոփոխություն սպասում եք, փոփոխությունը կլինի, ել եմ ասում, եւ կանանց եւ տղամարդկանց համար եւ անպայման կլինի շատ դրական։ Իսկ ովքեր աշխատանք չունեին, փնտրում էին, աշխատանք կգտնեք։ Շատ լավ աշխատանքի առաջարկություն կարող եք ստանալ, հարգելիներս։ Կարող է մի շաբաթ չսկսեք աշխատել, պարզապես առաջարկություն ստանաք, բայց դրանից հետո կաշխատեք։ Իսկ ես տեսնում եմ, դուք հաստատ աշխատանք կգտնեք, որտեղ աշխատավարձ եմ տեսնում։ Տեսնում եմ պաշտոնով մարդ, տեսնում եմ աշխատավարձ։ Նրանք, ովքեր ստաբիլ աշխատում էին, աշխատավարձ ստանում էին, դրանց ֆինանսները ստաբիլ գալիս են։ Դրանք ոչ մի խնդիր չունեն։ Շատ էլ իրենց հարմարավետ են զգում իրենց աշխատանքում, իրենց աշխատավարձն էլ իրենց շատ հարմար է։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը, գումարների հետ, ֆինանսների հետ կապված։ Առայժմ տեսնում եմ, որ մարդիկ պարզապես ֆինանսները հիմնականում գալիս են աշխատավարձից։ Կամ եթե դուք ձեր բիզնեսն ունեք, դա էլ է գործը, դա էլ է աշխատանք։
Հոյակապ կարտեր եմ տեսնում, գիտեք, ես հնարավոր չի, եթե արևով բացվեր եւ հետո վատ կարտեր տեսնեի։ Ուղղակի հնարավոր չէր, հարգելիներս։ Տեսեք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Հիշում եք արևով ամեն ինչ շատ լավ սկսվեց։ Ասեցի, այստեղ ովքեր աշխատավարձ ունեն, աշխատանք ունեն, շարունակում են շատ լավ է, բայց նոր ճանապարհներ են բացում ձեզ համար, հարգելիներս։ Նույնիսկ եթե ինչ որ խնդիրներ կային, սա երկրորդ աշխատանք է, երկրորդ աշխատավարձ է, եթե ձեր բիզնեսն ունեք, ինչ որ չգիտեմ, ինչ որ նոր կլիենտներ, նոր հաճախորդների հետ պետք է գործ ունենաք, ինչ որ բան չէ ստացվում, ճանապարհը բացվում է, բոլոր խնդիրները հարթվում են, պայմանագրերը կնքվում են, տեսել դուք ձեր ուրախ սրտով։ Շատ լավ է, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եթե աշխատավարձը մնում է եւ շատ ավելի լավ կլինի, եթե նոր ուղիներ եք փնտրում ձեր աշխատավարձը ավելացնելու կամ էլի ասում եք, չէ, հիշում եք աշխատանքի հետ, եթե ինչ-որ փոփոխություն սպասում եք, առաջ խաղացում չէր լինում, շուտով կլինի, դրա հետ մեկտեղ ձեր աշխատավարձն էլ կավելանա։ Նրանք, ովքեր աշխատավարձից բացի երկրորդ ֆինանսական աղբյուր էին փնտրում, ինչ որ ժամանակ չէին կարողանում գտնել, դրա համար նեղվում էին, իրականում տեսնում են, որ ճանապարհը բացվում է, պայմանագրերը կնքվում են, դուք էլ շատ ուրախ եք։ Արևով ուղղակի չէր կարող այլ կերպ լինել։ Իսկ բոլորին խորհուրդ են տալիս կարտերը, սա ժայռի կարտն է, իրականում ժայռը նշանակում է խոչընդոտ եւ տեսնում եմ խաչի 8-ը։ Ես իրականում տեսնում եմ այստեղ խոչընդոտ աշխատանքի հետ կապված գործերի, բայց ամեն դեպքում կարտերի խորհուրդն է, այս կարտով կարող եմ ասել 8-ը շփումն է։ Շատ պետք է շփվել, խոսել, բանակցել եւ շատ հանգիստ։ Չկա այդպիսի խոչընդոտ, որ դուք չեք կարողանա լուծել, այդպիսի խոչընդոտ չեք կարող հեռացնել, հարց չեք կարող լուծել, հարգելի ցլեր հաջորդ շաբաթ։ Ես այդ արևով եմ տեսնում։ Իսկ խոչընդոտներ լինում են, գիտեք, ասում են մարդը չի սխալվում կամ խնդիրներ չի ունենում, եթե ոչինչ չի անում։ Եթե նստենք ամբողջ օրը մեր բազմոսներին եւ միայն սերիալներ նայենք, մեզ ոչինչ չի սպառնում։ Եթե մարդը աշխատում է, գործ է անում, անձնական հարաբերությունում շփվում է, աղջիկները, տղաների, կարող են եւ մերժվել, կարող են եւ միանգամից ամեն ինչ իրենց սրտի ուզածով կարող են չստանալ։ Այդ նորմալ է, բայց մենք մարդը, բանական կենդանի, որը կարող է բոլոր խոչընդոտները հաղթահարել։ Հաջորդ շաբաթ ցանկացած խնդրեմ, որտեղ սա կարող է լինել խնդրեմ խնդիր։ Դուք արևով չկա այդպիսի հարց չկարողանաք լուծել։ Բանակցելով, ճիշտ զրուցելով, չվիճելով խոսակցությունը եւ ինչպես կխոսեք, ինչպես կշփվեք մարդկանց հետ, դա կլինի հիմնական օղակը եւ հիմնական խորհուրդը ձեզ։ Խոսեք, ճիշտ խոսեք եւ արտահայտեք։ Եթե սիրում եք, սիրված եք, ասինքն ձեր զույգի հետ ինչ որ խնդիրներ, եթե կային, խոսեք, զրուցեք, բացատրվեք։ Եթե ուզում եք ձեր սերն արտահայտել եւ առաջարկություն անել, դա էլ է խոսելու հետ, շփվելու հետ կապված, արևով կարող եմ ասել, շատ հաջող կլինի։ Ես շատ հաճախի տեսնում եք, որ նայենք ընդհանուր բոլոր տզերն էլ դուրս էին գալիս։ Սրտի տուզը քանի անգամ դուրս եկավ, սիրտը քանի անգամ ձեզ համար դուրս է։ Հոյակապ շաբաթ է ձեզ սպասում, հարգելի ցլեր։ Հոյակապ։ Մանր-մունր խնդիրներ եթե առաջանան, հնարավոր չի այդպիսի խնդիր, որ դուք չկարողանաք լուծել։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում, հարգելի ցլեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ, հուլիսի 26-ից 31-ը։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ։ Եվ եւս մեկ լրացուցիչ կարտ ուզում եմ հանել որպես խորհուրդ բոլոր երկօրյակներին, նրանք ովքեր ոչ միայնակ են, ոչ զույգով են, պարզապես մարդ են իրենց համար։ Կարող է լինել 14 տարեկան ընտանիքի հետ են ապրում, այդտեղ մենակ ու զույգ չի կարող լինել, եթե 67-70 տարեկան մարդիկ էլ են նայում, բոլորին անկախ ձեր կարգավիճակից բոլոր երկօրյակներին տեսնենք կարտերը մի վերջնական կարտով ինչ խորհուրդ կարող են տալ հաջորդ շաբաթվա համար։ Կարտը կնայենք վերջում։ Ինչ եմ տեսնում, ընդհանուր տրամադրություն, տեսնում եմ փոփոխություն։ Տրանսֆորմացիայի կարտն է, ինչ որ փոփոխություն կարող է լինել, ինչ որ этап կարող է փոխվել, ինչ որ բան վերջանում է եւ մի նոր բան կարող է սկսվել ձեր կյանքում, հարգելի երկօրյակներ։ Ես պետք է լրացուցիչ նայեմ, որ հասկանամ ինչն է վերջանում, ինչ է սկսվում, բայց ընդհանրապես ցանկացած վերջ ինչ որ մի բանի սկիզբ է։ Նոր գործից հեռացել եք, նոր աշխատանք եք գտնում, ինչ որ մեկին կորցրել եք, նոր մարդ է գալիս ձեր կյանք։ Ընկեր պարզապես չի սիրած մարդ կորցնել, կարող եք ընկեր, կարող եք ծանոթ, պարզապես շփվում եք, չեք շփվում, ինչ որ բան վերջանում է։ Վերջանում է, միգուցե ձեր վարկն է վերջանում, վարկ ունեիք, վերջապես այդ վարկը փակեցիք եւ կարող եք հանգիստ շնչել եւ հիմա ձեր լրացուցիչ գումարները ծախսել արձակուրդի եւ ձեր հաճույքների վրա։
Սա վատ կարճ չի, իրականում տրանսֆորմացիան կարող է հատկապես շատ էլ դրական կարող է լինել։ Տեսնենք, ինչին է վերաբերվում, ինչ է փոխվում։ Ամեն դեպքում ձեր տրամադրությունը լինելու է, որ միգուցե դուք եք ակնկալում, միգուցե դուք եք զգում եք, որ ինչ որ բան փոխվում է ձեր կյանքում։ Միայնակների համար սրանց ավելորդ կարճ չարժի հանել, հարգելիներս։ Որոշ միայնակներ, ովքեր զույգ են փնտրում, կարող եք գտնել զույգ։ Գնացեք, հանդիպեք, ժամադրվեք, փոփոխություն ասում է, չի ինչ-որ բան վերջանում է։ Ձեր մենակությունը վերջանում է եւ դուք զույգ ծաղիկ եք տեսնում եք եւ տեսնում եք ճանապարհը բացվում է։ Սա շատ հաջող կարտ է։ Գնացեք, ժամադրվեք, հանդիպեք, տնից շատ դուրս եկեք, շատ մարդկանց հետ շփվեք։ Ճիշտ վայրեր գնացեք, ճիշտ մարդկանց հետ շփվեք, բայց մի շաբաթ դուք ունենաք հնարավորություն ինչ-որ մեկին հանդիպելու։ Որտեղ կհանդիպեք, ծնունդ, հարսանիք կամ ժամանցի վայրերում նշանակություն չունի։ Ամեն դեպքում որոշ երկօրյակների շատ գեղեցիկ հետաքրքիր անակնկալ է սպասում հաջորդ շաբաթ, հարգելիներս։ Փոփոխությունը դա է, տեսնում եք, ձեր միայնակությունը կվերջանա միայնությունը եւ դուք կգտնեք ինչ-որ մեկին ձեր կյանքում։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ կին եւ տեսնում եմ ղարիտուց, ինչը այնքան էլ լավ չի, այսինքն ինչ-որ մի կին մի քիչ մենակ է զգում իրեն երևի իր զույգի հետ միասին, ամուսնացած չի, նշանակություն չունի եւ մեր կինն է ուզում փոփոխությունը իրականում, ինքը ուզում է, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Այնպես ինչպես հարաբերությունները կային մինչև այս պահը, որ ես նայում եմ, ես տեսնում եմ, որ կինը ամեն դեպքում դժգոհ է, կամ մենակ է զգում, կամ մտածում է հեռանալու մասին, բայց ես տեսնում եմ, որ ինքը իրականում ուզում է փոփոխություն լինի, որտեղ մարդը իրականում չի ուզում։ Մարդը որ շատ ուզում է, որոշել է, մարդը կոնկրետ հեռանում է։ Իսկ եթե դեռ ուզում, դեռ մտածում է, այդ մասին չի հեռացել, ուրեմն դեռ տարբերակ կա իրավիճակը փրկելու։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Բավականին բարդ եւ տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելի զույգեր։ Ես հիշում եք ինչ էի ասում սկզբում, վերջանում է ինչ-որ մի բան, նորից սկսվում է, շատ հետաքրքիր է, տեսնենք ինչը վերջանում է եւ ինչն է սկսում, հարգելի երկօրյակներ, ես հույսով եմ, որ այդպես էլ կլինի, ես տեսնում եի ղարիտուզ ընդհանրապես ինքն էլ լավ չի, եւ ինչ-որ բան վերջանում է, ղարիտուզն էլ կարող է բավականին բարդ նշանակել, աղջիկը հեռանում է, որոշել է, ես տեսնում եմ հաջորդիվ մատանի եւ տեսնում եմ կորուստ, այսինքն եթե նշանված այն աղջիկը մատանին ետ է տալիս, եթե որոշել էին ամուսնանալ, ամուսնություն չեղյալ է համարվում։ Մեր աղջիկը ինչ-որ տխուր է, նեղվել է, ես չեմ կարող ասել այստեղ աղջիկն է հեռացողը, միգուցե հնարավոր է աղջիկն է նշանը հետ տալիս, հնարավոր է աղջիկն է հարսանիքը չեղյալ համարում, ամեն դեպքում ամուսնության մասին խոսակցություններ, իսկ եթե արդեն ամուսնացած էր աղջիկն ուզում է բաժանվել, այդպես էլ կարող է լինել։ Ես տեսնում եմ, որ մարդիկ կան, որ այլ տարբերակ չեն տեսնում, իրենց թվում է, որ բաժանում է իրարից, դա լուծումն է հարցի։ Ես չեմ կարող ասել, թե հարցն ինչումն է, որտեղ տեսնում եք, ամենաառաջին կարտը տեսնում եմ աղջկա կարտը։ Այսինքն ես ինչ որ հիմա տեսնում եմ, այս բոլոր կարտերը, որ հանեցի, հարգելիներս, ինչ որ հանեցի, աղջիկը նայում է առաջ, ինչ է եղել իրենց առաջ, ոչ մի կարտ դուրս չի եկել, ես չեմ կարող տեսնել։ Ոչ թե ես չեմ կարող, ես ունակ չեմ տեսնելու, այդ կարտերը ցույց չեն տալիս, ինչ է եղել, ինչու է աղջիկը հասել այս վիճակի, փակ է, իր անցյալը ինձ համար փակ է, կարտերն ինձ ցույց չեն տալիս։ Ես տեսնում եմ, որ ամուսնությունը կամ ապագա ամուսնությունը նշանդրեքը կարող է չեղյալ համարվել, որովհետև աղջիկը գտնում է, որ սա ճիշտ լուծում է իրենց խնդիրների։ Բավականին ժամանակ է իրենք նեղված են իրարից եւ բավականին ժամանակ է չեն շփվում, հեռու են իրարից, իրենց մեջ ճանապարհ կա։ Խոսակցություններ կա, գնում են, գալիս են, բամբասկոտ մարդիկ կան, ես տեսնում եմ, որ շատ տարբեր մարդիկ են խառնված եւ զրուցում են եւ միգուցե վիճաբանում են իրար հետ, տեսնում եմ եւ կին բամբասկոտ օծով եւ տեսնում եմ տղամարդ ծնողներն են, խնամիներով են իրար հետ վիճում, չեմ կարող ասել անկեղծ ասած, թե աղջիկը ուզում է բաժանվել, կիսուր կեսրարն են այսպես խառնվել իրար, բայց ես շատ վատ էլ մարդիկ եմ տեսնում, մեկը վիճում է կռվարարես, օծը չի կարող լավ լինել, ղար հարգելիներս, եթե ամուսնացած չեք, այսպեսի ընտանիք հարց կգնան, ես չգիտեմ, ավելի լավ չի մենակ մնա, գիտեք, ավելի լավ է ասեն տունը մնացած, ավելի լավ չի տանը մնա, քան թե ինչ վիճակ է։ Ձեր վիճակն ինչ է, ձեր երեխայից անկեղծ եմ ասում, ում դուր գա դուր չի գա, միշտ ասել եմ, ավելի լավ է տանը մնայի, քան թե ամուսնանայի մեկի հետ, որի կյանքը պետք է լինի ճահիճ, մտնում ես, չես կարող դուրս գա։ Եվ ոչ միայն դու ես մտնում, այլև քո երեխաները, Աստծո սիրուն։ Այնքան կյանքը հիմա լի է, կարող եք մենակ գնալ, ճամփորդել, ձեր կյանքը ինչ որ ձևով կառուցել։
Եթե ամուսնացած չեք, լավ մտածեք, որտեղ ես շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Եթե ամուսնացած եք, բավականին այլ հարց է, կարող է երեխա ունենաք, չունենաք, շատ բարդ կարտեր եմ տեսնում հարգելիներս, բայց ես տեսնում եմ, որ խառնակիչներ կան, ձեզ խառնում են իրար։ Իրականում այս երկուսը եւ երկուսը կարող են ամուսիններ լինել, քույր եղբայրել կարող են լինել, տալ, տատեքր, չգիտեմ, խառնակիչ մարդիկ կան, ձեզ խառնում են իրար։ Ես տեսնում եմ, որ ինչ-որ մի լավ լուր կարող է գալ եւ տեսնում եմ արև, հարգելիներս, տեսնում եմ իրականում արև։ Այսինքն սկսվեց տզով, ղարի տզով, հաջորդը տեսա այս կարտը, երրորդը վերջում է արևի տզով։ Ինչ որ բան հնարավոր է, ես էլ ասում եի տրանսֆորմացիայով ինչ որ բան կարող է փոխվել։ Եթե դուք շատ բարդ իրավիճակում եք, հարգելի, հատկապես աղջիկներ, ձեզ իրականում խառնում են իրար։ Իրականում ես չեմ տեսնում կինը տղամարդու հետ կոնֆլիկտներ ունի։ Ես տեսնում եմ աղջիկը ուզում է հեռանալ, որտեվ իր ընտանիքի անդամները, հա, այս ապագա կիսուր կեսարն են, թե կիսուր թե տալտեքր, ով էլ ուզում է լինի, ես խաչը ամուսնություն է, իսկ սրանք խաչով իրեր այս ազգակից բարեկամներ են։ Ես չեմ տեսնում, որ այստեղ կոնֆլիկտ աղջիկա եւ տղամարդու մեջ։ Ես իսկապես չեմ տեսնում ամուսինների մեջ։ Խառնակիչ մարդիկ եմ տեսնում, բայց ահավոր մարդիկ են։ Ահավոր։ Ղար, խառնում են ձեզ իրար, հարգելիներս, տեսեք կարտերով, ես անիմաստ ոչ մեկին չեմ ուզում հույս տալ, հակառակը, ես շատ կոնկրետ եմ, հա, ինչպես իմ երեխաներին խորհուրդ կտամ, ձեզ էլ ասեցի, եթե այդպեսի բարդ վիճակ է, պիտի ամուսնանաք գնանք, բայց ձեզ պետք է այդպեսի ամուսնությունը։ Եթե ամուսնացած եք ուզում եք հեռանալ, ձեզ պետք է ձեր ամուսնու հետ, այս ընտանիքից հեռանալ, բայց ձեր ամուսնու հետ մնալ։ Այսինքն ամուսնությունը պետք չի քանդել, ամուսնուց մի հեռացեք, ընտանիքից հեռացեք, գնացեք առանձին ապրեք։ Աստծո սիրուն։ Բայց ես տեսնում եմ, որ ձեր ամուսնությունը իրականում ձեր հարաբերությունները մարդկանց պատճառով են տուժում, մարդիկ քիթները խոթում են ձեր կյանք, բամբասում են ձեզ, կռվածնում են իրար հետ։ Ես ինչ որ լուրջ փոփոխություն դրական կլինի եւ արևը կբացվի։ Նորից եմ ասում, ձեր հարաբերությունները վտանգի տակ են մարդկանց պատճառով, հավանաբար ամուսնու բարեկամների պատճառով։ Այդ մարդկանցից հեռացեք, ոչ թե ձեր զույգից։ Դուք երկուսով իրականում իրար հետ կարող եք մնալ, դուք լավ էլ զույգ եք։ Ես տղամարդու հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսնում։ Իսկ եթե ձեր ամուսինը ձեզից հեռու է, դրա համար եք մնացել եք ձեր, չգիտեմ, կիսուր կեսար տալտեքրի հետ եւ շատ վատ վիճակում եք, դրա համար եք ուզում հեռանալ, գնացեք ձեր ծնողների տուն կամ գնացեք ձեր ամուսնու մոտ։ Պարզապես այդ ընտանիքում դուք չեք կարողանում, ես դրա մասին եմ տեսնում, բայց էլ եմ ասում, ամուսնությունը մի քանդեք, որտեվ ես ձեր ամուսնու հետ ձեզ խնդիրներ չեմ տեսնում։ Բավականին բարդ վիճակ է, բայց վերջում արևով իրականում տարբերակ արել եմ ասում, եթե ամուսինը հեռու է, գործուղման է կամ օտար երկրում է, գնացեք ձեր ամուսնու մոտ միգուցե։ Ինչ եմ տեսնում աշխատանքում, տեսնում եմ փոփոխություն, տեսնում եմ երեխա, կամ ինչ-որ մի նոր բան կփոխվի ձեր աշխատանքի վայրում, հարգելի երկորակներ, կամ իրականում կարող է նոր աշխատանք եք գտել, ինչ-որ նոր գործ եք սկսում, կամ աշխատանքի վայրում ինչ-որ մի նոր բան են ձեզ առաջարկում, նոր միգուցե պաշտոն կամ նոր հաստիք, նոր պատասխանատվություններ են դնում ձեր վրա, տեսնենք։ Տուզ եմ տեսնում, այսինքն նոր պայմանագիր եմ տեսնում, եթե նրանք ովքեր նոր աշխատանք էին փնտրում եւ առաջարկություն ստացել էին, հարցազրույցի գնացել էին, լավ էր տպավորությունը, իրականում կարծում եմ ձեզ աշխատանքի կվերցնեն, պայմանագիրն կկնքվի։ Շատ լավ կլինի, հասկանում եք, շատ լավ կլինի, հետաքրքիր է, գիտեք ինչ եմ տեսնում, տեսնում եմ առաջարկություն, տեսնում եմ կորուստ եւ տեսնում եմ սիրտ, սրտի կարտը։ Ինչ որ նորություն, փոփոխություն կլինի, գիտեք, ես նոր աշխատանքի ասում եմ, չէ, ինչ որ առաջարկություն են անում եւ պայմանագիրն էլ կնքվում է, ձեր սրտով կլինի, բայց դուք ինչ որ մի բան դրա փոխարեն կկորցնեք, էլի եմ ասում, ձեր կոնկրետ այսօրվա պաշտոնը կարող եք թողնել, կորցնել, որպեսզի նոր առաջարկության հետևից գնաք։ Առաջարկությունը նոր է, երեխայով լավն է, ձեր սրտով կլինի եւ եթե պետք է ինչ-որ բան կորցնեք, թողնեք, որպեսզի գնաք նոր առաջարկության հետևից, ես շատ հաջող եմ տեսնում։ Եթե հին աշխատանքը պետք է թողնեիք, որովհետեւ նոր առաջարկություն եք ստացել, ես իրական դրական եմ տեսնում եւ տեսնում եմ, որ պայմանագիր կնքվում է եւ ձեր սրտով կլինի։ Այսինքն, եթե նոր աշխատանքի առաջարկություն ստացել եք, պետք է ձեր հին աշխատանքը թողնեք, գնաք, նույնիսկ եթե նույն վայրում չի, տարբեր գործ է։ Ես կարտերով տեսնում եմ, որ իրականում արժի, որովհետեւ դուք հետո շատ գոհ կլինեք ձեր որոշումից։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ զրույցներ։ Զրուցում եք, բանակցում եք, ֆինանսների հարցովում հետ ինչպես տեսնենք։
Չգիտեմ ում հետ եք զրուցում, ինչի համար եք զրուցում հարգելի երկորյակներ, բայց ես տեսնում եմ շատ գեղեցիկ կարտեր։ Սա սրտի տուզն է, երկու տուզ եմ տեսնում։ Սա էլ ինչի համար որ զրուցում եք, մարդիկ կան ձեզ օգնում են, շատ դրական մարդիկ են, շատ հաջող կվերջանա ձեր բոլոր բանակցությունները։ Ֆինանսի հետ կապված չգիտեմ ինչ եք, ինչու մեկից գումար եք ուզում պետք է տա, ինչու մեկը պետք է ֆինանսավորի ձեր գաղափարը, ֆինանսավորումը կլինի տղամարդուց եւ շատ հաջող։ Եթե չգիտեմ վարկ եք ուզում վերցնեք, ես տեսնում եմ պայմանագիրը կնքվում է, շատ հաջող բանակցում եք, ես բարդություններ բացարձակ չեմ տեսնում, երկու տզով էլ կարող եմ ասել, ամեն ինչ կլինի այնպես ինչպես ուզում եք։ Իսկ վերջում ինչ որ խորհուրդ տեսնում եմ տեսնում եմ ինչ էր հայերենով սա կոչվում կոմպասը կողմնացույց, շատ ներողություն, ես 20 տարուց ավել օտար երկրում եմ ապրում, որը մեծ մասը անգլերեն եմ խոսում, մեկ բառերը մոռանում եմ, կողմնացույց, այո, կողմնացույցը նշանակում է ուղղություն, պետք է ձեզ ինչ-որ ուղղություն ընտրել, նրանք ովքեր ինչ-որ նպատակ ունեն, գաղափար, եւ ես ասածների մեջից ոչ մեկ իրենց ինչ-որ ոչինչ չէր վերաբերում, եթե ինչ-որ որոշում ունեք, ինչ-որ նպատակ ունեք, ճանապարհը պետք է ընտրել, ուղղությունը պետք է ընտրել։ Այսինքն եթե նրանք ովքեր մոլորվել են, մինչև չհասկանաք, չորոշեք ինչ ուղղությամբ պետք է գնաք, չեք կարող ճանապարհ ընկնել։ Չէ, ոնց կարող եք սկսել, եթե չգիտեք ուր եք գնում։ Ձեզ պետք է բավականին մտածել, հասկանալ, ուղղությունը ընտրել, հետո նոր ճանապարհ ընկնել։ Իսկ ես տեսնում եմ այստեղ նրանք ովքեր չգիտեն ուր գնալ, ինչ անել իրենց կյանքում, ինչ կփոխվի, ինչ կլինի, չգիտեն անգամ թե ինչ են ուզում, շատ երիտասարդ են, դպրոցը վերջացրել են ու չգիտեն ինչ անել։ Մարդիկ ովքեր ինչ որ ուղղություն է իրենց պետք, փոփոխություն իրականում սպասվում է, ելի եմ ասում։ Մյուս կողմից փոփոխությունը ինչ է նշանակում։ Ինչու բան պետք է թողնել։ Շատ անգամ ուղղությունը նոր ուղղություն ընտրելու համար պետք է հին ուղղությունից գաք հասնեք ինչ որ զրոյական վիճակի, վերջացնեք ինչ որ ճանապարհը չստացվեց ուր որ գնում եք, զրոյական վիճակի եք գալիս, նոր ճանապարհ, նոր ուղղություն եք ընտրում գնալ։ Ինչու բան պետք է թողնեք գնա, որպեսզի ձեր կյանք ինչ որ մի նոր բան գա։ Սա է նշանակում։ Մյուս կողմից ես շատ լավ կարտեր էի տեսնում եւ ասում էի տրանսֆորմացիա փոփոխություն բոլոր հարցերում էլ փոփոխություն կար։ Եվ այստեղ ֆինանսներ աշխատանքում ասում էին նորություն կլինի, աշխատանքում շատ դրական եւ ֆինանսներում կլիներ պայմանագիրեր կնքվում եւ անձնական հարցերում միայնակների շատ լավ էր փոփոխությունը։ Միակ խնդիրը որ տեսնում էի զույգերի մեջ էր ուղղություն, ես ասում էի, չէ, ուղղությունը պետք է ուղղություն նպատակ ունենալ, ինչպես կարող եք ձեր հարցերը լուծել։ Եթե ձեր ամուսինը հեռու է գնացեք ձեր ամուսնու մոտ, եթե միասին եք ապրում, ձեր ամուսին տեղյակ է չի տանը ձեզ հետ ինչպես են վերաբերվում, իր հետ զրուցեք, իրեն տեղյակ պահեք, որովհետև տրանսֆորմացիա հնարավոր է։ Դուք պարզապես պետք է ճիշտ ուղղությամբ աշխատեք, իսկ ուղղությունը այդ մարդկանցից հեռանալն էր։ Ուր կհեռանաք, ինչ կանեք, ես չգիտեմ, բայց տրանսֆորմացիան փոփոխությունը կլինի, եթե դուք ճիշտ ուղղության վրա լինեք։ Ուղղությունը նշանակում է այդ մարդկանցից հեռանալ, փախնել այդ մարդկանցից, բայց ձեր ամուսնու կամ ձեր ընկերոջ հետ միասին, այսինքն տղամարդը վատը չէր, ձեր հարաբերությունները լավ էին։ Մարդիկ ում հետ ապրում եք, այդ մարդիկ լավը չէին։ Ձեզ բախտաբար։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում, հարգելի երկորյակներ։